Սիրելի հետևորդներ ջան, դեմքով ձեզ բարի լույս եմ ասում, ամենաբարին եմ մաղթում, աշխարհով մեկ սփռված իմ ժողովրդին, հանձինես մեր հայ ժողովրդի, միևնույնն է, ես սիրում եմ տենց ասեմ, տարբերություն չեմ դնում, բայց թե հայ գենը ուրիշ է, հարգում սիրում եմ բոլոր ժողովուրդներին, որովհետև մեկս մյուսով ենք, որ իրար օգնենք, որ չհոգնենք, սիրում եմ, չէ, այդ նախադասությունը, ֆրազան շատ շուտվանից եմ ես դա իմ համար էտալոն պահում, որպես տրամադրությունը դրսի նայելով սենց ուզում ես մռայլվես, բայց իմ ես սիրուն շորիկին, ես ծաղկային, ես գունային գամաները, որ նկատում եք իրար համադրված, ես ես գույները շատ սիրում եմ, իմ հագին հաճախակ եք տեսնում նմանատիպ գույներ ու սիրելի հետևորդներ ջան, մի հատ նայենք, թե ես ինչ հավես ու սիրուն շորիկ ունեմ, ուզում եմ ձեր հետ կիսվեմ, խնդրեմ հավաք, քիփլիկ, շնորհքով, կողքը գրպանիկներով, հավես, սիրուն, հաճելի, այս մասից հետևի մասից մանր պլիս է ջարդվում, ինչը որ ինձ դուր է գալիս, շատ սիրում եմ, երբ որ այս հատվածում ինքը կտրվածքը դեկոլտեն լավ է լինում, պլյուս դրան էլ այսենց հավաքող է լինում, լավ բաց չի լինում, ու ասեմ, որ այս մռայլ տրամադրությունով սա որ հագա գիտեմ, պիտի ասեք բարով մաշես, ես էլ ասելու եմ շատ ապրեք, Աստված առատապես օրհնի ձեզ, ասեմ, որ նվերը ինձ նվիրել է իմ հարազատը ոչ արյունակից, բայց միևնույնն է, բոլորիս կյանքում էլ կա, չէ, այնպիսի զգացողություն, որ ասում ես արա, դե բարեկամից էլ լավն է, էլի հզորով չի ու ամեն առումով ու առավոտ շուտ Աստծուն փառք եմ տալիս իմ են հարազատներին, ովքեր ինձ հարազատ են դարձել ոչ արյունակցական կապով, ասում եմ, որ շնորհակալ եմ քեզ Տեր ջան, որ իմ կյանք ես բերել մտցրել այնպիսի մարդկանց, ովքեր հոգով, սրտով ինձ հարգում են ու սիրում են, եթե դիմացինի հանդեպ ունեցար հարգանքն է, որ վերածնում է սեր, եթե չեղավ հարգանք, վերածնում է նախանձ, ատելություն, չկամություն, չար մտքեր, որոնցի վերջելի չեմ ուզում ոչ մի չարից խոսամ, հավես չունեմ, այ, մեր ջուրը շատ համով է, հիմա սիրելի հետևորդներիս ասեմ, գիտեմ բոլորդ ասելու եք Անահիտ ջան, բարով մաշես, սրանք են գույներն են, սիրելի հետևորդներ, հարցը նա չի, Աստծուն փառք, ես կարամ իմ համար առնեմ, թեկուզ ամիսը մի անգամ, թեկուզ երկու անգամ, բայց կարամ առնեմ, մարդը հարգանքի է, չէ, արժանի, Աստծուն փառք, ոչ մեկից ես ոչինչ չեմ ուզում, բայց ինձ կամենում Աստված ի վերուստ ու նորից եմ ասում, կոֆես դրի, գիտեմ իմ հետ սրճողները շատ են, եկեք հավաքվեք, մի բաժակ կոֆե խմենք, այսօր էլ լիքը գործ ունեմ, շատ հնարավոր է էլի դրսից հյուր ունենամ մի քիչ հետո, այս շորը դեռ գարուններ ուզում էի հագնեմ, մի տեսակ, չուզեցի անցավ սենց գնաց, ինձ նվիրել է իմ բարեկամ, ինձ հարազատ, ինձ քույր, իմ ամեն, որ ամեն առումով ես իր հետ ուրիշ ձևի եմ, Մանուշակը, ու գիտեք չէ, Մանուշակի հետ ես ոնց եմ ծանոթացել, եթե չգիտեք պատմեմ, մի օր վեր կացա, նայեմ Instagram-ից մի մեծ նամակ ա գրած, շատ սիրուն, շատ գրագետ, շատ հավեսին, սիրուն իմ քույրը գրել էր, որ տեսնում եմ YouTube-ում կաք,
հարգում եմ ձեզ, դուրս գալիս եք, որ խնդրեմ իրար հետ համագործակցենք, համագործակցելն էլ գիտեք, թե վճարովի գովազդն է, վճարովի գովազդասի մի բան գրառում արեց, գրառումը միտքս ընկավ, ուրեմն սիրելի հետևորդներ, երբ որ գնացել էի Տաշիր, Վանաձորի, շատ սպասեցինք, գնացողները շատ են, մի խոսքով աշխատակազմը քիչ, ես դժգոհ էի, ինչը որ բարձրաձայնեցի, մեկ էլ մի լավ մարդ գրել ա, որ ինչքան ես վերցնում, որ հակագովազդ ես անում, ես ուղղակի ապշում եմ ու ափսոսում եմ, որ այդ ձևի մարդը ոնց կարա էլի հայ կոչվի, չէ որ մենք հայերս բարի ենք, մեր գեները բարիություն ուսուցանող են, մեր արմատները մեկը մեկին կամեցող են, ոչ թե ասենք օնլայն հարթական տուրուդմփոց, հիվանդանոց իմաստը, կամ մեկ էլ նայում ես, որ օրինակի համար վերջը էլի գրում են, սկսեց էլի իրան գովել, այո, գովում եմ, ինչու չէ, մթամին չանում, որ հլը եկեք տեղերով փոխվենք ու դու կգնեք մի հատ մեծ տան մեջ, տան տիրուհի, որտեղ ամուսինը տանը չի, կուզեմ կընդունեմ իր բարեկամներին, կուզեմ չէ, կուզեմ ես ինչ բանը կանեմ, կուզեմ չէ, բայց ես ամեն ինչ անում եմ սիրով, մտածված, որովհետև հարգում եմ շատ իմ ամուսնուն, շատ, չափից շատ ու ամենակարևորը այս քաշով հլը դու կտքան վազեք, տենամ կկտրվի շունչներդ, թե իմ նման կանեք, կմասնակցեք ամեն տեղ ու ամեն պարագայում, այնպես որ ես այո ասած օղորմածի գրիմատատին գովալու տեղ ունեմ ու շատ մարդիկ են ինձ գովում, ինչը որ ինձ հաճույք ա տալիս, իսկ ձեր գրառումներն էլ որ կարդում եմ, մտածում եմ, ասում եմ, արա տենաս հայ են, հայը սենց բան չի անի, հայը ինչա, կամեցող ազգա, սիրող, նվիրվող, բայց երբեմն բայցերը շատ են ու կախման կետերով, այդքան բան, սիրելի հետևորդներ ջան, մանուշակի հետ հիմա անցնեմ խոսքիս, ես դեռ իմ ես 7-8 տարվա մեջ երբեք թեպետ ամոթեք չի համագործակցություն անելը, վճարովի գովազդ անելը, դա է հենց բլոգերի աշխատանքը, ես ասում եմ հայ ենք, մի բուր հայ ենք մնացել, ես դեռ ոչ իմացել եմ ինքնովա, ոչ մի բան ու տենց ծանոթացել ենք, ասման այդ ես քո այդ տեսակը սիրեցի, պարզ, հանգիստ, շնորհքով ու մեր ծանոթությունը վերածվել բարեկամության, շատ հարցերում տեսել եք, շատ հարցերում իրանել եք, SMS-ներ արել, ասма քուրիկս ես դրանց բանի տեղ չեմ դնում, իրանք էլ այդ տեսակն են ուշադրություն մի դարձրում։ Հիմա ինքը միշտ էլ որ գալիս է փառք Աստծո, ես նորից եմ ասում իրանց ոչ մի բան չեմ ուզում, ոչ մեկից, առավել ևս ոչ մեկից։ Ես իմ չափը, իմ սահմանը գիտեմ, որտեղից ինչ կարամ առնեմ, ինչ գնով կառնեմ, որ կարողանամ կոպիտ ասած տակից դուրս գամ ու Աստծուն փառք, դա իմ մոտ ստացվում է, գնում եմ իմ շոպինգն է նման, իմ փակոց մակոց վերջը ոչ մի բանից հետ չեմ մնում, Աստծուն փառք։ Ու որ այսօր ասում եմ արատելով է դրանը, սենց տխուր եղան ական, այդ աղջիկ մի հատ հաքի ես պուպուշությունը, հոպ, զով, ինքը սենց թևերը երկար է, ես այսենց գիտեք, որ տրիչ հետ վերցնեմ սիրեմ, ու մարդը ինչքան է հասցրել ինձ ճանաչի, որ իմ սիրած գույների մեջ է,
իրան վերները արել, Աստված իրան երկարուծիկ տարիների կյանք տա, կարևորը առողջություն տա, որ բոլորիս ա պետք սիրելիներ ջան։ Հիմա կոֆես եփեմ, մի քիչ համ ուզում եմ շուտ եփի, համ ինչ-որ թե չի ուզում եփած լինի, ու ուզում եմ երեկվա մասին խոսամ, երեք բուռն օր եմ ունեցել, շատ հավեսով, շատ սենց խառը, շատ չգիտես թե ինչ օր եմ ունեցել, այս մասին գիտեք կամպոտներ ունեի շարած, որ իմացա երեխեքը գալիս են դրսից է հյուրեր են գալի, հերիք չի, հյուրեր, որն է Սամսոնը իր անկերների հետ էր եկել, երեխեք որն է տղեկ եկա, տղեկ են, մարդիկ էին, գիտեի, որ եղանակն էլ անձրևային է, ընդենիկա այս արկածն էլ ափսուսքի սատ մնաց, ընդեղ լավ հավեսով խորովածանոց է ուզում սարքի, որ տենց դեպքերում հանգիստ խախանդ առանց ցեխը տուն տանել բերելու, վերջերի մեր գործերը անենք, են էլ կիսատ մնաց, իսկ ստեղ էլի պետական տունա, ստեղծել ենք մեր պայմանները, թափթափու, չեն դժգոհում, բայց դրսի հետ երեխեքն է, որ ելնում են, ցեխը մի քիչ շատ է գնում գալիս, թեպետ մենք կանայքս դրա հնարը միշտ էլ գտնում ենք։ Ալեքս ջան, արի տարախ պթափի։ Հեն, տենց շոր եմ թռել, մարդիկ սրբել են, դրանից հետո պոլմոլ եմ սրբել, վեր կացար Ալեքս ջան։ Ինչն է որ տան աղբը, այն որ մի բան ես անում, թե չէ, մի համ կոֆե եմ ուզում, տարազիս չեմ, ցեխերը չմտնես, հա աղբերություն, ես, հիմա սիրելի հետևորդներ չան, մի հատ միկում կոֆե անեմ, ընչի կյարով էի ուզում, այ, մեկ էլ նման չէ բերաններս վարմա, երեք 4 սերի հյուր եմ ունեցել, վերջում Լիլիթն եկավ, մի պարզ աղջիկ, մի լավ աղջիկ, ասում եք, բաց չասեմ շնորհակալ եմ քեզ Տեր ջան, ում առաջի անգամ տեսա, ու պատմությունը պատմել եմ, չկրկնվեմ, շատ ասեցի, այդ հոլովակը չբացեցի, եկեք իրար հետ բացենք, թաղցեր տոպրակա, սիրելի հետևորդներ ջան, մարս, հա, մարսներ, հա, դենց պետա, որ սենց պեչենյաներ, ու այսենց բաներ, այսենց քաղցրով էր, մի բոլորիս, քաղցր պահելունի, բոլորիս, աստծուն պարկ, ինչը, քաղցրը իմ տանը միշտ կա, չլինի այդ խանութների լիքնա, այն որ վերջելի մեկ մարդիկ իրանց, էլի ինչքան բարի եմ չէ, որ ասում եմ մարդիկ, իրանց ազատություն են տալիս, ես են պարքաստու ես ոչնչի կարիք չունեմ, ինչն էլ ունեմ, կարողանում եմ առնեմ, սրբի ոտքերդ, հիմա երեկվա օրս բուռն էր, եկան երեխեքը, եկան Սամսոնի ընկերները, երկու սեղան էինք դրել, ծերից ծեր, որ մարդիկ հանգիստ նստեն, ուտեն, խմեն, ոնց ա դուրս գալի Ալեքսի էս պահը, աղբը տարավ թափեց, գնաց լվացվելու, ու արդեն անգիր գիտի, որ ընդեղ ա լվանալու ձեռքերը, այն ժամանակ շփոթում էր, դե չունեինք, լոգասենյակ, այդ աստծուն պարկ, ամեն ինչն էլ կամաց լնում է,
Օխա, ես ինչ համով էր։ Այս ապրսնամ հաց կուտենք արև չա։ Խորավաշ է։ Հա։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, եղանակը ճնշում ամեղկս ինչ թակցնեմ, ուրիշ ծևյա, ոնց որ են ժամը 7-ն ու 8-ն լինի, բայց 10-ը անցա։ Ու շատ ուրիշ ծևի ճնշող ամի տեսակ։ Մի խոսքով սեղանները կպցրեցի իրար, ցույց տվի մեր հանակ շիդակը, ցույց տվի մեր շփումը, այո, այդ շփումը ես ձեռք եմ բերել, մի անգամ կունենամ շատ անկեղծ զրույց, որովհետև քանի գնում իմ լսարանը մեծանում է, շատ հարցեր եմ ստանում, երկու բառով մարդու պատասխանում ես, բայց դա իմը չի, իմ ֆորմատը չի, ես սիրում եմ հնարավորինս անկեղծ, ճիշտ է, մինչև սենց վերջի կաթիլը չես դնում սպիտակի վրա սևով գրեմ, բայց հարցեր կան, որ այո, ունեն իրանց մի քիչ երկար պատասխանը ու ես կպլանավորեմ, եսա մի քիչ ազատվեմ ես անցուդարձերից, կպլանավորեմ այդպիսի տեսահոլովակ կնկարահանեմ, շատ է այդ հարցերն ու շատ տված հարցերը կունենան իրանց պատասխանները։ Որտեղից եմ լսում ես այս շղթախկոցը։ Այն կողմից թեստեց։ Այն կողմից եմ լսում։ Այդքան բան, սիրելի հետևորդներ ջան։ Ու մի խոսքով նստեցինք, երեխեքը վազվզեցին, տոկրակին է մասնակցեցին, են էլ ճիշտ է, չրերը մնաց, բայց դրանից սիրում ենք, չէ, սաղս էլ այդ խոսքն ասենք, երկրագունդը չփլվեց, մնաց այսօր կանենք, ավելի լավ, ավելի հանգիստ, ավելի խախանդ պայմաններում հետնել չիր է ինչքան օշարակը մնա, ինչքան ինքը ավելի է համովանում, ոչ մի խնդիր, դա ես իմ այդ ինչ հարց չի, որ ես դնեմ ու դրանից նեղվեմ։ Ու հիմա ասելիքս ինչ է, զատո ես ինձանից գոհ էի, զատո նես չի, որ ինձնի կամ պարտադրում է, ասենց տիլնի, նենց տիլնի, չէ, չկա նման բան, մենք փառքաստում իրար, այն որ մի խոսքից հասկանում ենք ու էլի եմ ասում, հասել եմ նրան, այն որ Նիկան ասում է, եթե գտնում ես հարմար արա, եթե չէ, պատճառաբանի ու հրավիրում են ես ինչ տեղը, եթե չես ուզի, մի գնա օրինակի համար, չես ուզում ես պահին ես բանը, որովհետև մարդը տեսնում է, որ ամեն ինչն է անկեղծ է, կեղծավոր բանը ուշ թե շուտ մի օր նենց հագմփամ, որ չի լնումել ոչ մի բան։ Մի երեկ մի հատ ակաունտ կար, էլի հետևորդ, դե գրառումներում ասում ենք ակաունտ, ես հասկանում էի, որ այդ ակաունտի հետևում կինա կանգնած տարիքով, ով, այո, երբեմն ինձ քննադատում էր, երբեմն ինձ մի քիչ սառն էր գրում, երբեմն ուղղություն էր տալիս ու խորը ուղղություն ու ես ասում եմ ինչ հետաքրքիր է էլի, այն օրն էլ գրել էր, ասում էր Անահիտ այնքան լավն ես, ես կուզեի իմ ապրած, իմ մնացած օրերն էլ քեզ տամ, որ դու երկար ապրես ու սենց իրա գրած գրառումները, ոնց ասեմ, սենց հետո առաջ եմ էլի ուղեղումս տալիս, ռեստարտ եմ անում, ասում եմ Աստված ջան, կամ ես եմ գժվում, կամ ուրեմն իրական է,
Եթե այս մարդը ինձ գրում ասма դու կարայիր ստեղ սենց անեիր, ընդեղ նենց անեիր, ու խոսքի ջանղուրբանով չի գրում, ուղղակի գրում է, մարդու տեսակ է, օրինակ ես էլ չեմ սիրում շատ սենց ամեն երրորդ բառի հետ ջան ասեմ, բայց մամայիս երկրորդ բառը ջանն է, ու որ տենց եղավ, սենց արմացա, ասի ստոպ Անահիտ, քու տիպի մարդ է այս մարդը, ու ինձ նենց էր հետաքրքիր, ասում էի տենաս քանի տարեկան ա վերջապես այս կինը, 40 չի, 50, 60, 70, ու երեք ստացել եմ տիկին Համեստից գրառում, այնքան եմ շնորհակալ ես իրան, այնքան եմ շնորհակալ ես իրան, այո, մարդը պետք է, թեկուզ օնլայն հարթակում դուք ինձ տեսնում եք, ես ձեզ չեմ, բայց այդ տենց լավը մնաք միշտ, այն որ դզելու պահեր եմ ունենում, հա, սենց մեր կարամ ասեմ ուղղելու պահեր, ես անթերի չեմ, ես էլ մարդ եմ, ով անմա գիտակցված մեղք այսու հետ չեմ անում, չգիտակցված մեղքեր մարդ ես միգուցե կարող է արվի, ու միշտ ասում եմ, Տեր ջան, ների իմ գիտակցված ու չգիտակցված մեղքերը, թողություն տուր իմ մեղքերին, ճիշտ է հանցագործու ես իմ ինչ չեմ, բայց այն մի հատ չար միտքներ, Աստծո պատվիրանները չեն սիրում, չար խոսքը, ջղային խոսքը, դրանք մեղք են, դրա համար ես ներողություն եմ խնդրում բարձրաձայն, այսպես օնլայն հարթակում ու չեմ էլ ամաչում դրանից, ու սենց ասում եմ նայեք, տեսեք, գրել է ինձ մի կին, ինքը ներկայացել էր ով է ինքը, մի տատիկ, մի մամա, մի լավ կին, ասենք բարեկամս չի ինձ ասի, իմ մնացած օրերը քեզ կտամ, որ դու երկար ապրես, բա ոնց չասեմ, շնորհակալ եմ քեզ Տեր ջան, բա ոնց չասեմ, ասեք դուք, իսկ ցավոք սրտի հեյթերի խումբ կա, որ նստած իմ բլոգում կլինի, նազելին էլ են շատ սկսել նեղացնելը, նազելի բլոգում կլինի, այն արջի պատմությունը ահա որ էր իմ համար, մի խոսքով, կան էլի մարդիկ, որ նայում են, ով ինչ էփեց, ով ինչ արավ, գնանականջ դնեն, ով ինչ խոսա, ցավոք սրտի, էսա մեր իրականությունն է, ցավոք սրտի, ու մեկ էլի, որ մենք խոսում ենք, կլինի, ասենք նազելի հետ, կլինի ցանկացած բլոգերի հետ, իմաստը այդպես գրելու, չէ որ մարդը գլուխը կախ իր հողն է մշակում, կոպիտ ասած շանքթիթ ջուր խմում, որը կանի առողջությունը Տերն ես տալիս հող մշակելով, բայց հողի հետ կռիվ է տալիս իր հացը արդար քրտինքով վաստակը, մյուսն էլ ուրիշ ձևի է վաստակում, այդ ձևով ական փառք Աստծո, բաց է օնլայն հարթակը, ժողովուրդ, դուք էլ ունեցեք, դուք էլ փորձեք վաստակեք ու իմացեք, ոնց է դառնում, ես տարի ու կեսի մեծ ձեռքերն են երևացել, ահուդողով եմ սկսել իմ տեսանյութերը, հետո այո, կյանքը դուք, ավելի շատ ոչ թե կյանքը, դուք ինձ շատ փոխեցիք, շատ, սովորեցիք, որ կարելի ամեն ինչին հանգիստ նայել, իտո այդ ձևը առնելու, ավելի լավ ներվերս չփչացնեմ, որովհետև ես դեռ երեխա ունեմ մեծացնելու ու ամենակարևորը ես դեռ ուզում եմ ապրեմ այս սիրուն աշխարհի բարիքներից օգտվեմ, ճամփորդեմ, որովհետև կյանքը մեծ է մնալու, իմ ուզածի ոսկե միջինին հասնեմ, որովհետև կյանքը մեծ է մնալու, շփվեմ, որովհետև էլի կյանքում դրանք են մնալու, դրանք եմ իմ հետ տանելու, ոչ իմ առածես վարագույրներն ու կահույքն եմ տանելու,
ոչ մեկ չի տարել, իմ սկեսրարն է հայաթը մոպշի տները սարքեցին, բայց հողից ծնվել ենք, հողից էլ գնում ենք դատարկ ու մերկ, բառիս ուղիղ իմաստով։ Դրա համար իզուր չեմ էլի ասում, իրար օգնենք, որ չհոգնենք։ Ես շատ եմ սիրում այդ ֆրազան, շատ եմ սիրում հենց այդ դարձնեմ ինձ, ոնց ասեմ, դրոշակի նման մի բան ու զգում եմ պետքա այս ինչ բանեմ օգնել։ Կարամ ձերքս գոնե պարզեմ, ուրեմ կպարզեմ, չէ, չեմ էլ խառնվի։ Հիմա մի հատ խառը տուշի մեջ եմ, ովքեր ինձ լավ են ճանաչում, կհասկանան էլի ես ինչ եմ ասում, նայս չի որ հենց էքուց կամելով հարսանիքի եմ, բայց հարսանիքի եմ, ու ինչ ես մտածում առաջինը, ինչ տեմ հագնի, ու ունեմ դեռ թազա շորեր, այն որ թողում ես էլի, ուզում ես, որ վերջը այդ օրը քեզ լավ զգաս, ու այսօր երբ որ պահարանս բացում եմ, սենց նայում եմ, մեկ էլ ասում եմ, կարող ասա հագնեմ, ու ասում եմ Աստված իմ, ոչ հորս կողմից համանշակս բարեկամ, ոչ մորս, բայց ինչքան լավ ենք իրա հետ շփվում, ինչքան պարզ, ինչքան մաքուր, ինչքան դրականն ենք ուզում մեկս մյուսից տված լինենք, այն որ չի ասում ինձ քուրիկս, ոնց որ սենց մեջից մի հատ տաք հոսանք միանա, սիրտս տաքանմա, ուղեղս հալվամ, որովհետև զգում եմ, որ իրանից մենակ բարություն ա գալիս, սիրելի հետևորդներ ջան։ Ու ուրախ եմ, այո, որ իմ կյանքում կան այդ ձևի լավ ու բարի մարդիկ։ Մի խոսքով շատ բլբլացի, պարոնս նախաճաշի ա սպասում, ինչ եմ անելու այսօր, այսօր ուզում եմ շատ լավ բարեկամ ունենք, ուզում եմ հասկանամ դրսից ա գալու, տենամ երբ ա գալու, գնամ բերեմ մեր տուն, ասում եք երեկ Նիկային էտ եմ ասում եմ ոնց լինի Նիկա, պահը կգա կասեմ ավելի մանրամասն, ասում ա ոնց պետքա լինի, պետքա գնաս, բերես գաս, փառք Աստծո ինքը մեծ մարդ ա, կարա վեր կենա գա, բայց ինչի ա տենց, որովհետև ասում ա ես իրանց տանը մի կտոր հաց եմ կիսել, օրեր եմ ապրել, քնել եմ, ջերմ վերաբերմունք եմ ստացել ու էտ էլ ասեմ իրա բարեկամների չի, իմը, այդ տենց փոխադարձա մեր մեջին, բայց մինչև էտ, վայ, մի օր կպատմեմ, թե այս Անահիտը ինչ էր հաղթահարել ու վերջում փորձում ա մարդ մնամ, չչարանա, չկոպտի, երբեմն այն որ հիշում եմ օրինակի համար եղել ա դե եթերներ, բա ոնց կլինի, ինձ ես ինչ բանը ասեցին, բա ոնց կլինի, վայ թող ասեն, քամին քարից ինչ կտանի, բա ափսոս չէր իմ նյարդերը, որ ես տերը տվեցի ու ներվահան է ելնում, իրոք հոգով սրտով ներվահան է ելնում, հմի չէ, նորմալ ա, որովհետև մի ծառի վրա խոշոր խնձոր կարմիր սիրուն, մի ծառի մի քիչ ներքև, մի քիչ միջին, այդ երկուսի արանքում եմ յոթում մեծ պթած խնձոր, բնության օրենքում եթե էտ ա, բա մարդկության օրենքում էր պետքա տենց լինի, այ ձեր ցավը տանը, մի խոսքով գնացինք
Առաջինը տեսեք էլի, տղես կարա սպասի, բայց լույս վառեմ, սիրտս նեղվում է, մի այլ կարգի, ուֆ, այսա ուրիշ բան։ Առաջինը լույս վառեմ, տակ, հետո Մամա, սովաշ չես։ Ալեքս 10 րոպե սպասես ախպեր, այս տարտեղը նույս։ Միասավաց սովաշ չես։ Չրերը մի հատ շարեմ, որ կա ախպեր ջան, իրար հետ կնախաճաշենք, ինչ կուզես են էլ կսարքենք կամ կտակացնենք, լավ, համբերի, ես գիտեմ, ես քեզ չեմ սորացել ախպեր ջան։ Համբերի Ալեքսանդր, համբերի, մերնեմ արևի։ Սկիթատի տված իգրեն չեմ, ես դեռ սարքել, այ դու ինչ ես ասում։ Ինձ կհիշացնես, որ իգրեն էլ սարքեմ, մերնեմ ջանի, ես էտ առիթովա, սրահախեն էլ տեմ գա, բայց եվ դեռ չգիտեմ, դեռ հեչ, գիտեմ ոչ, էդ վսյո, լավ, ախպերություն, ես հլա մի աման, լավ, երեքվա խորովածն եմ ուզում, հանեմ, տենամ ինչ ամեն, իմ համար ինչ արժեր ասենք էլի, երեք ալայանք որ եկել են սեղան եմ դնում բան, ասմա բա մամատ, ընդայից Ալեքսն ասմա, ինչ անեմ մամա զանգեմ տատին, մինչև ես պատասխանում եմ, ուզում եմ էլի ասեմ, հա բա ոնց, ալան ասմա Ալեքս, բա դու չգիտես, որ պետքա տատին է զանգես, այդ ձևյա մեր շփումը սիրելի հետևորդներ, նենց որ կյանքը մեկ ամենալու, նրանք սաղ սուտի մուտի բաներ են, ասա թե ովա, հա, բայց ես չրիտեմ ձեր տա, դրա համար պատարակաղվեք ալա, թե չէ սա իմ համար ձևական բնույթ կտրեր, հետևորդներ ջան։ Հետաքրքիրը նա էլ, որ այս կացայի մեջ զուտ լավաշնա մնացել ու իրանք չկերան այդ լավաշնայ, վսյո։ Էսա չրերս մի հատ սիրում բերեմ, ես էլ մի ճղոր ջան, ես ընթացքում իմ ծանգ եկել ու ես դար ընթացքում համ խոսացի, համ մի հատ ուրիշ նկարահանում էլ արեցի ու ես պահին ուզում եմ ձեր հետ ասել խոսալով տարածքս մաքրելով գործս անեմ ուրեմն ասում եմ չէ որ դրսից հյուր եմ ունենալու ինձ լավ մարդ է մի խոսքով եթե տենամ կուզի նկարահանվի կասեմ պատրաստություն եմ ուզում տենամ հայերով էլ հա դե ինչ ենք պատրաստություն տենամ պարզավոր խորոված այս սրանք չլի համարա ասենց անգամից դնեմ իսկ այստեղ այսենց հավես միսիկներ ունենք ես չգիտեմ շատ մարդ կա որ ասում է խորովածի միսը չեն լվանում այդ էր ցավը տանեմ ես որ ես եմ ես ուզում եմ լվացած լնեմ ու տենց էլ անում եմ հետև իմ տանը չեմ մարդել որ իմանամ ոնցով բանեմ ու մի հատ շատ սենց բան չեմ անում այսենց չարաղանցներ եմ նավել, մատել դե հարգինը էտա չէ ցնցողն ենք աննա
Sense behind. Or ճիշտ է էլի։ Անկեղծ ասեմ, Նիկան այս չալաղաչները չի սիրում։ Նիկան ավելի շատ մատերին է տեղ տալիս։ Ես սիրում եմ կամ չալաղաչ, կամ ազդրի միս, բայց այս անգամ չալաղաչ եմ առել մատերով։ Այսպես։ Հեսա, հեսա մատերը։ Այս ելանան չիզ դնեմ ու տենամ որտեղ կհանդիպենք։ Շարունակվում է մեր օրը, սիրելի հետևորդներ ջան, ստեղ ինչքան հնարավոր է հավոքել եմ մաքրել, ես իմ էլի տալիս եմ ձեր հարցերից մեկի պատասխանը, որոշել է սենց գաղտնի պահեմ, մտածելով, հարգելով դիմացինիս կարծիքը, էլի եմ հարգում դիմացինիս կարծիքը, այս դեպքում իմ դիմացինը իմ մեր լովմա բարբարով ասած մեր խնամինը, ինգայի մամանա։ Շատերդ եք ասում, որ բեր հեռախոս, ցածդի էդ հեռախոսը, հմի մոդի տարի, հեռախոսին ձեր չես տալիս էլ։ Սիրելի հետևորդներ, շատերդ եք ասում, բա որ ինգան գալիս, բա ծնողներ չունի, բա էս, բա են, ունի խի չունի, ցավոք սրտի ուներ, այս 2 տարի կլնի, իրա պապան էլ չկա, ու ընդհանրապես մահացածի հետևից կյանքում ես ինձ թույլ չեմ տա, ինչքան էլ իմ թշնամին եղած ելնի, դուխու հոց կան վրից հետ։ Ինչքան էլ իմ թշնամին ելնի, չի կարելի վատ բան ասել, են էլ մահացած մարդու հետևից, իսկ ինչ մնում է ինգայի ծնողներին, մեր հանդիպման, մեր առաջի հանդիպումը մի քիչ ուրիշ ա եղել, որովհետև ուրիշ ձևի ա եղել, ես իրավունք չունեմ դա բարձրաձայնելու, ու հենց առաջի հանդիպման պահից սկսած ինգայի ծնողները, նամանավանդ պապան, ոնց ասեմ, ինձ շատ հարգել ու սիրել ա, իրանցից մենակ ջերմություն ու սեր եմ ստացել, էլ չասեմ իրա մամայի մասին, մի հատ համեստ կին, խելոք կին, կինը դե ինչ պետք է ալնի, խելոք, սուսուփուս, բայց նայն սուսուփուս չէ, էլի որ ոտոտրորեն լռի, ուղղակի ես իմ կյանքում բաներ շատ կա, ու մենք ամենքս մեր տեղը փորձել ենք միշտ իմանանք, որովհետև ես միշտ ասել եմ, եթե ես սիրում եմ իմ աղբորս, պարտավոր եմ հարգեմ իրա ընտանիքին, ընտանիքն էլ գիտեք, ինգանա մեր հարաբերությունները տեսել եք նաև, որ ոնց է ինքը իմ տանը իրա տան պես զգում, ոնց եմ ես իրա տանը իմ տան պես զգում, նույնը եղել է իրա ծնողների հետ, նոր տարին նոր տարի ենք շնորհավորել, ծնունդը ծնունդ, արեցիր, կնունքը կնունք, անուշելնի։ Ու ժողովուրդ տղես մեծացել է, այս բարձիվ կենենք համփոք, մեծ էր հագին, հմի էլ է մեծոտ, բայց հեռախոսդ թող, ընդեղ նստի մինչև նկարեմ, լավ, ապրես թե գնա։
գնանք գանք կվերցնես, թող ապրես։ Չարիքա, դարդա ես հեռախոսը, սաղիս մար, դարդա ես հեռախոսը, սաղիս մար։ Ու սիրելի հետևորդներ ջան, ես միշտ ասում եմ, ոչ միտեղ սենց հարթ իդեալական, ով կխափի կասի մեր մոտ, ամեն ինչը հարթ իդեալական ամեկը ես չեմ հավատա, որովհետև հարազատ, ոնց ասեմ, հարազատը հարազատի հետ չի սենց գլատկի ճամփա գնամ, ինչ թե մնա անծանոթ դարձած բարեկամներն իրար հետ, բայց հարգանքը կա, պատիվը կա, ես իրանց ոնց են ասում դռան ռուճկի տեղը չեմ իմացել, բայց իմ ամուսինը գնացել, իրանց տանը օրերով մնացել է, հարգել են, հարգվել է, հարգել է, ջերմություն է ստացել, տան համու հոտ է ստացել, ոնց ասեմ, ինգայ մաման են ասում ես աշխատում էի հիմնականը սուպեր եմ, որ տղամարդս գա, տան հոտ է գալիս, Նիկան էր շատ գոհեր, իրանց ամուսնության 25-ամյակին է, եթե ես ճիշտ եմ հիշում ընդեղ եղել, էլ չեմ ասում առիթը կլնի բացի կցից կտամ, ես ավորաննան կգա, կհանեմ հուշերի գիր կկնկնենք, իմ 30-ամյակին այսենց մեծ բացիկերու էին ուղարկել, բայց ոչ մեկ չպարծենա, ես առողջ եմ, չէ, ես երկար կապրեմ, սենց կանեմ, նենց կանեմ, պարծենա են մարդը ով առողջ է, այդ մարդը իրավունք ունի պարծենալու, մնացած մարդիկս սովորական մարդիկ ենք, մեկը ես չգիտեմ իմ լուսն ինչքան կվարի, իմ նրվերը ինչքան կհերիքի, որ ասենք թե ես ինձ ադեկվատ պահեմ որոշակի հարցերում, ու հիմի իմացել եմ դե գիտեի, կապը կա Աստծուն փառք, ծնունդ, գնունք, նենց էլ ինգայ մաման, որ իմ հետ խոսում է, ասում է ինչ կա քուր, չի ասում ինչ կա Աննա, դա հենց նենց չի էլի վաստակել եմ, չէ, ու ես էլ սենց ասում եմ այնիկա, ասում եմ եկել այն գայմերը, կուզեմ էլի, եկած ելնի մեր տուն, ասում է ոչ թե կուզես, ավտո վեր կալ, գնա բեր արի, պայմանավորվեք, սիրուն բեր, թող գնիկա կամ երկոր մեր տանը մնա, այ հենց տենց է ասել, հիմի առավոտից եկել է այդ պահը, նոր զանգում եմ, ասում եմ ինչ անեմ, գամ այ քուր ամոթա, գործերը չատ են, գնացող է կողը չատ է, ասում եմ բադվել ես էլի, գնացող է կողը, սովա տալս, առիթ կլի, մհանա կլի, կճանանչեք, կշպվեք, լավ կլնի, տենց, հիմի ստեղ եք մի քիչ վրա հավաքեցի, այս չրա պղինց, մղիրս լվացի, տեղավոր եմ, եղանակը սաղնա, ցուրտ է ժողովուրդ ջան, էլ ինչ կարգի է, ցուրտ, աշուն է, խոր աշուն, գնամ, կանչեմ, որ նա ասեմ, իրան նախորոք ասել եմ, որ մի օրով գալը թավը չի, մի քանի օր, իպուտած գնաց մեր տանը, դպրոց չկա, այս չկա, այն չկա, դպրոց է լտնի, ինքն ինձ խանգարող չի, վստահեմ եմ, որ ինքն էլ Ալեքսին կասի Ալեքս ջան, նստի, գրի, տենան ոնց ես գրեմ, հետո այ Ալեքսս իրան տենց լավ չի հիշում, ճիշտ է, հեռախոսով խոսում ենք, շփվում ենք, ժողովուրդ ջան, բայց կենդանի շփումը ուրիշ բան է, էլ էլ մանկահասակ երեխի կյանքն, արիր դուխի տղա, հա Ալեքս ջան, կոֆեից բաժակներ բեր դվանամու, տաքսի զանգեմ, դուրս կանք։ Գնալու եմ Սարատովկա գյուղ են ասում, իրանց տունը հիմնական, իմ աղբորուս կինը, Շահնազարի աղջիկա, Հայաստանի մեծ գյուղերից մեկն է, ժողովուրդ, ես չգիտեմ ինչի են ասում հայ, ինչի են ասում ֆրանկ, չէ, կա սենց բան, ես տարածաշրջանում տենց են ասում,
Անկեղծ ասած, ես այդ հարցի պատասխանը չգիտեմ, բոլորս էլ հայ ենք, բոլորս էլ քրիստոնյա ենք, բայց իրանք ոնց որ թե ուղղափառ եկեղեցի ինչ-որ տենց բաներ են ասում, ես այդքան չգիտեմ, ու դրա համար հստակ բան չեմ կարա ասեմ, ասելիքս ինչ է, մսի պատրաստություն եմ տեսել, խորովածի, տանը փառք Աստծո, ամեն ինչը կա, ինչն էլ չլինի, իր սրտով, իր աջիգյարով, ժողովուրդ, ես որ հղի էի, Ալեքսին էի սպասում, մի հատ նայեք նրա դեմքը, որ Ալեքսն իմ փորիկի մեջ էր, ասում եմ, մամա, ես քո փորիկի մեջ եմ ապրում, ասում եմ, հա, առաջ չեմ ասել, բայց մի ասում եմ, թող իմանամ, վաղտնա արդեն, Աննաս եկել էր, հատուկ ինձ տենալու, ես չգիտեմ ինչ, բերքու բարիքներով, այդ ամենի հեղինակնով էր, իհարկե իր ամուսինը, եթե տանկինը չի աշխատում, հոգսը զուտ ամուսնու վրայա, չէ։ Մի խոսքով, մեր բարեկամությունը, ես ուզում եմ իսկականից լինի, տարաձայնություններ կարան լինեն, նորմալ է, բայց այն ձևի տարաձայնությունները լինի, այն բարեկամներ կան, որ իրար, ասենք քիրը կարաքը, որ երեխուն հնենց անիծի, ես ինքս այդ ականատես եղել եմ, որ մարմինս կշաքաղվի, բայց թե էներգետիկ անկախություն ես ինչ ասում, մեր տարաձայնությունները 100% տենց չի եղել, ինչ-որ միտեղ մի բան կարող է եղած լինի, բայց ոչ տենց զվելի անեծքների տեսքով, ոնց ես բազմիցս չէ, 2 անգամ ներկա եմ եղել տհաճ միջադեպի, որ սաղ կյանքս, այն որ գերեզմանից մեջ էլ լինեմ, ինձ թվում է ես այդ բանը չեմ մոռանա, մի խոսքով գնացինք դեպի Սավերը, գնանք Դբա Սարատովկա Ես այն մտածում էի, ոնց եմ բացատրել։ Այս ինչն է, սկիու։ Սազիս, Սարատով
ոնց ասեմ, որ հասկանան, ասավ սածիկ կա, սածիկի մոտ։ Այլև վաղտս դրեց ես գյուղից եկակ, կեսի պատիտություն։ Ես քաղաքում ասենք խոսքի չեմ կարում կատ ճալը, ստեղ է կատ կա, առևտուր չկա։ Դες դու հիշեցիր, մատնամ կես։ Այդ փոքր էլ չի, էլի ես կուպա, հա? Մեծ չի, ճիշտ ասած ուղղակի ցրված է, էլի։ Կես են կոննա, կեսը սենց խարն է։ Քանի 3-4 թավի է բաժանված։ Կամպակտն է, փոքր։ Արագիլ գտնի, ստեղ վայքան արագիլ կա շատ։ Քանի տանի է, արագիլ շատացել է։ Հա, հրեն նադոքս արագիլ է։ Մեծ ստորբեկի վրասան։ Շատ սիրում է, դες զուտ արագիլներ եք բանվածապար։ Դες կլոպ եք, սպասեք մտնեմ մի հատ։ Հենը մեզ ինձ սիրում եմ, վաղ, ես ընդաղել երկու հատը։ Այս դա է հենց մանկապարտեզ։ Սա է։ Դավայ չոբում է, սե ամեք ստեղ։ Հա, ես բարով կա։ Հրենեն է ոշխարներ։ Ինչքան լավ ոշխարներ կան, լիքը, կարապներ, արագիլներ։ Էսա չէ, ճիշտ եմ հիշում։ Համ ես հատուն մտնեմ, կզարմանեմ, կասեն, բաս մեր չես հիշում։ Դու գնա մամա դու։ Հա, սրախտան մնա, ճիշտն է, սախմեր։ Չեն ես ցեխամուտություն։ Ես ոշխարներն են մամայից, հետաքրքիր է։ Չգիտեմ։ Դա Բարի պաչի գանեմ։ Ես ինչ ես գարու, չել արեք։ Չէ, Ոսկե ջան։ մայմ փողանստի։ Անարոն, Լստի, գնաց։ առեցում սեքիչնում քեզ կպաչի։ Մամա շատ կոպած կչենք իրան։ Զգուշացինք, ոտերից ոնց է։ Ոչինչ, ցավում են էլի, ցավում են։ Իմ բուժում։ Մամա քոքի է։ Հա։ Մեր տան Wi-Fi-ից կպեք։ Մեր տան Wi-Fi-ից կպեք։ Քունով զանգի, Ալեքս։ Ահան ինքը զանգեց։ Եկեք ես իմ ովը զանգի։ Քունով զանգի դուրաննա տատիկին։ Աննա տատիկին զանգի։ Քունով զանգի բայբերով, Ես ինգա քերակինի համ վայբերը չունեմ։ իմոյով զանգի։ Զանգն է։ Բայբերով։ Ինգա քերակին, դամ քո մաման։ Վիդեով զանգի։ Mirapե վիդեով զանգեմ։ Mirapե։ Գնա։ Վիդեով զանգի, Ալեքս։ Խոսած կան։ Արև ձեզ, դու չզգիմ է ես ուրի մեգի։ Դու չզգիմ է ես ուրի մեգի, լավ տեղի մեգի։ Իմ աղջի գատոնի մեգի։ Արի կոֆե խմե։ Չրերազ որ դուրում դայրների գլերի է։ Արի քուր, արի։
Այ կոֆե մեյտան է։ Hallo. Հալուս։ Wi-Fi kaşa. Արիաննա։ Koffie gaan koest. Ik Harry, ga koffie. ik zie beri. Բավոնց։ Իմ մարդու հրամանն եմ կատարում։ Nikana serikana mekenaya bir. Katavon inçkeli. Ayo. Kişa sapatti zut kserana yamar. Kısırati papi çapi. Բավ։ Göre kandar Alex. Անջատվեց։ Ha. Şey, miyana kandar. Հլատուրանն է տատիկի հեռախոսը Wi-Fi կպչեմ։ Եկ համով հաց ուտենք երկայոն կողմերնա։ Տեսեք ինչ համով տնական, բնական, խաշած կարտոշկա, կարմիր բերեց, սող, բնական, ժամը ուշ էր, այսօր խորոված չենք անի, բայց հեսա խորոված ունենք, մամայիս բաժինն էր, այն էլ ասավ չեմ ուզում, մի խոսքով, եկեք հաց ուտենք։ Это Анна тот Агнат.